Բարևսելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անունով գալիս եմ քո առաջ, խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա թարմ օծությունը, նոր օծությունը, խնդրում քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր, ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, քո կատարյալ վերահսկողության տակ, թող քո հոգին շարժվի ու ամեն բան ինչ որ քեզանից է այս պահի համար արձակված լինի մեր կյանքերի վրա, մեր իրավիճակների վրա ու բերի քո գերբնական հաղթանակը մեր ամեն բնագավառներում։ Քո կատարյալ կամքը ամեն մեկիս կյանքի վրա թող կատարվի։ Փառավորվիր մեր կյանքում, թող քո կամքը բացահայտորեն երևա ու հաղթանակդ, որ քո ձեռքով Հիսուս խաչի վրա արդեն տարել ես, ամեն մեկի կյանքում տեսանելի դառնա։ Փառք քեզ ամենակարող Աստված քո փառավոր հաղթանակի համար, որ ունես ամեն մեկիս համար։ Շնորհակալություն քո զոհի համար, քո շնորհքի համար, քո սիրո համար, որ արտահայտել ես քո զոհով բոլորիս հանդեպ։ Եղիր փառավորված ամեն մեկիս կյանքում Հիսուսի անունով, ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, ուղերձը, որ ունեմ, շատ կարճ է, սրտումս ուղղակի մի բան կա, որ անպայման պետք է ասեմ, բայց մինչև կասեմ դա, մի վկայության եմ ուզում վերադառնամ, որը կոմենտների մեջ տեսա, որը քույրը վկայում է, որ այն եթերից հետո, երբ որ ես խնդրում եմ, որ դուք վերցնեք ձեր մոտ շորեր, որի վրա աղոթքի ժամանակ Աստծո օծությունը փոխանցվում է ու այն վկայությունները, որ այդ եթերի ժամանակ տալիս եմ, ոնց են մարդիկ ազատագրվել, բժշկվել, նույն ձևով այդ օծությունը այդ եթերի միջոցով փոխանցվել է այդ շորերին, ովքեր որ հագել են, ովքեր որ վերցրել են, ովքեր որ կրում են, ու քույրը ինքը վկայում է, որ ինքը անձամբ իր համար վերցնելով այդ շորը ընդունել է աղոթքը ու կրել է այդ շորը, որից հետո 13-րդ օրը իր ոտքերի ցավը կամաց անցել է ու վերջնականապես 13-րդ օրը ինքը ամբողջությամբ բժշկված է եղել, որի մասին եւ վկայում էր, որը Աստծո փառքի վկայությունն է, որը խոսքն է, որ Հիսուսը խաչի վրա վերցրել է մեր բոլոր հիվանդություններն ու ցավերը, այսինքն Աստված ինքը հաստատում է այն ամենը, ինչ որ ինքը արել է խաչի վրա։ Ուղղակի սա վկայություն է Աստծո փառքի, Աստծո կատարած զոհի հաղթանակի ու այն խոսքը, որ մենք ուղղակի վկայում ենք, այն ինչը որ ես անում եմ, ընդհանրապես ես խոսում եմ այն մասին, ինչը արել Հիսուսը խաչի վրա։ Ես խոսում եմ Հիսուսի փառավոր ու վերջնական հաղթանակի մասին մեր կյանքի բոլոր բնագավառների համար, իսկ Աստված հաստատում է իր խոսքը իր զորությամբ ու միջամտելով մարդկանց կյանքերում բերում է խոսքի իրականացումը։ Այսինքն, եթե խոսքը ճշմարիտ չլինի, Աստված այդ խոսքը չի հաստատի, բայց Աստված կանգնած է իր արած զոհը, իր փառավոր հաղթանակը մարդկանց ապացուցելու, մարդկանց կյանքի վրա բերելու, որպեսզի մարդիկ տեսնեն Աստծո իրական ու ճշմարիտ լինելը ու ամեն մեկը իր սրտում տեսնելով Հիսուսի հաղթանակը իրականում ընդունի Հիսուսի հաղթանակը իր կյանքում, իր ընտանիքի կյանքում ու Հիսուսին առաջին հերթին իհարկե ընդունի որպես Տեր, Փրկիչ ու Աստված, ոնց կա։ Թող Տերս փառավորվի ամեն մեկի կյանքում։ Եվս մի բան, այդ վիդեոն կարաք վերցնեք, ով որ չի վերցրել, նայեք, վերցրեք այդ շորերը, ուղղակի պահեք ձեր մոտ, թող այդ օծությունը փոխանցվի։ Այն հավատքը, որ Աստված տալիս է իր խոսքի համար, թող փոխանցվի այդ շորին, ու դուք երբ որ կրեք, թող ձեր կյանքի ամեն բնագավառի վրա գա Տիրոջ փառավոր հաղթանակը ու Տերս հաստատի իր խոսքը, ոնց ասել է, ոնց արել է, ոնց կատարված ու ավարտված է 2000 տարի առաջ խաչի վրա, ամեն։ Իսկ հիմա այն մասին, ինչ որ ուզում եմ ասեմ, գիտեք, այս սրտումս մի բան կա, խոսքը
Հնարավոր է, որ ոչ բոլորին է վերաբերվում, բայց խոսքը, երբ որ հիմա ես ասեմ, դու ուղղակի կզգաս, որ հենց քո համար է։ Ամբողջ հարցը նրանում է, որ ես հոգու մեջ տեսնում եմ, որ կան մարդիկ, որոնց վրա արձակվել են սատանայի ստերը։ Մտածված ձևով քո հանդեպ կիրառվում է սատանայական հնարք, մտածված ձևով արձակվում է քո հանդեպ սուտ ու փորձում են նման ձևով կանխեն քո առաջընթացը ու ավելին ասեմ, սատանան սարսափած է, որտեղ ինքը անցել է ամենավերջի տեսակի հարձակման։ Ինչի համար եմ ասում ամենավերջի տեսակի, որտեղ Հիսուս Քրիստոսը ինքը իր ծառայության ընթացքում անդադար քանդելով սատանայի գործերը գնում էր առաջ ու փարիսեցիները, որոնք գալիս էին փորձում էին իրան տարբեր բաների մեջ բռնացնեն, տարբեր հարցեր էին տալի, նենգ մոտիվներով մոտենում էին, ամեն իրանց շարժառիթը այն էր, որ կանգնեցնեին Հիսուսի շարժը, այն շարժը, որ Աստված սկսել էր Հիսուսի միջոցով ու իրանց մոտ որևէ հաջողություն չէր հասնում։ Ու եկավ այն պահը, երբ որ արդեն Հիսուսը մտնում էր Երուսաղեմ, հսկայական մարդկանց ամբոխը Հիսուսի հետ էր ու բոլորը գոռում էին Օվսաննա Դավթի որդուն։ Ու փարիսեցիները իհարկե շփոթված էին, խառնված էին, որովհետև այն ազնվորությանը, ում որ իրանք անարգել էին, ում որ մերժել էին, ինքը փոխանակ, որ իրանց ճնշումների ազդեցության տակ ընկճվեր, պարտվեր, շարունակեր առաջ գնալ, ճիշտ հակառակ պրոցեսներ կատարվեր, իրանց շուրջ Հիսուսի շուրջ հավաքվել էր հսկայական բազմություն ու սատանան տեսնելով, որ այլևս որևէ տարբերակ չի մնում, կիրառեց ամենավերջի իր զենքը, որը սուտն է, ու դա ուղղակի սուտ չի, դա սուտ է, որը նման է ճշմարտությանը։ Այսինքն վերցրեցին Հիսուսի խոսքերը, երբ որ իր աշակերտները ցույց էին տալի Հիսուսին տաճարը, Հիսուսը ասեց քանդեք, 3 օրում կկառուցեմ, փարիսեցիները վերցրեցին այդ խոսքերը ու շուռ տվեցին ու ասեցին Հիսուսը ասում էր, որ կքանդեմ այդ տաճարը ու 3 օրում կկառուցեմ, այսինքն ճշմարտությանը մոտ մի բան, բայց որը ճշմարտություն չի, սատանան սկսեց կիրառել ու դա ուներ նպատակ։ Դրանով ինքը այդ ժողովրդին, որը Հիսուսի կողքին էին, հենց իրանց մոտ բերեց առաջին հերթին կասկածանք, որ իրանք կասկածեն Հիսուսի ով լինելու վրա, որին մինչև այդ ընդունել էին, հավատացել էին ու հետևում էին, իրանք իրանց այդ սուտը ճշտի տեղ անցկացնելով մարդկանց մոտ սկսեցին առաջացնել պառակտում, կասկածանք իրանց առաջնորդի հանդեպ ու արդյունքում եղավ, որ Հիսուսը ինքը մնաց մենակ, այն ժողովուրդը, որը գոռում էր Օվսաննա Դավթի որդուն, մի շաբաթ հետո սկսեց աղաղակել ու գոռալ խաչեք դրան ու համարեցին Հիսուսին հանցագործ, Աստծուն հայոյող, իր անձը գնահատող ու բարձրացնող Աստծուն հավասարեցնող, որտեղ այդ ձև մատուցում էին արդեն փարիսեցիները, որ ինքը Աստծուն հայոյող մեկն է ու Աստծո կամքին հակառակ գործողն է։ Ինչն էլ որ ժողովրդի մոտ սկսեց առաջացնել կասկածանք, պառակտում ու սատանայի սուտը օգտագործելով իրանք հասան իրանց վերջնական հաղթանակին, արժեզրկեցին Հիսուսին ու վերջում խաչեցին։ Նույն պատմությունը կա նաև Հին Ուխտում, երբ որ Աքաբը թագավորում էր, ինքը Իսրայելի թագավորն էր ու ցանկանում էր մի հողակտոր ձեռք բերել, որը ինչ որ մեկի սեփականությունն էր, աշկը դրել էր դրա վրա, դուրն եկել էր, բայց այդ հողակտորի տերը ինքը չէր ցանկանում այդ հողատարածքը վաճառել Աքաբին, ու Աքաբը դրանից շատ նեղված էր, ինքը թագավոր լինելով հանդերձ չուներ այդ իրավունքը ուժով նվաճելու, որտեղ դա կլիներ օրենքի խախտում ու ոչ մի ձևով չէր կարող հասնել իր նպատակին, ու ինքը դրանից շատ տխուր էր, երբ որ իր կինը Հեզաբելը իմացավ Աքաբի տխրության պատճառը, ասաց մի անհանգստացի, ես այս հարցը քո համար հանգիստ կլուծեմ։
Իրանք կազմակերպեցին ժողովի նման մի բան այդ տարածքում, որտեղ այդ հողատերներ ու էլի մարդիկ էին, ու ինքը այդ ժամանակը համար կարելի ասել հարուստ պաշտոնավոր մեկն էր, սենց կարելի ասել, այսօրվա չափանիշներով որպեսզի համեմատենք հասկանանք, ու այդ ժողովի ժամանակ մարդկանց վարձեցին, որոնք դուրս եկան ու սկսեցին սուտ բաներ խոսել այդ անձնավորության հասցեին ու արժեզրկեցին այդ մարդուն, իրանց սուտը մի քանի վկայով հաստատեցին սուտ վկայությամբ ու իրանք Աստծո օրենքով հանեցին սխալ ու վերցրեցին ու այդ մարդուն քարկոծեցին ու սպանեցին իրանց հորինած ստի հետևանքով, բոլորի աչքին արժեքազրկելով այդ մարդուն կարողացան ուղղակի զրկել եւ իր կյանքից եւ իր ունեցվածքից ու հասան իրանց նպատակին ու ինչի եմ ասում, սա սատանայի վերջին զենքն է, երբ որ ինքը բոլոր իր քայլերն օգտագործում է ու տեսնում է ոչ մի ձև հաջողության չի հասնում, ինքը օգտագործում է այդ ստի տարբերակը, որը նման է ճշտին, ինչ որ մի կտոր վերցնում է քո ասածից, որը իրականում այդ չէր, ինչ որ դու ասել էիր, բայց այդ ձև ներկայացնում է ու մարդկանց մոտ կարծիքը փոխում է քո հանդեպ ու դրանով սկսում է իշխել իրավիճակի վրա, արժեզրկելով քեզ ու իշխելով քո վրա, նպատակը այդ ստով քեզ սպանելն է, քո ունեցվածքը գողանալն է։ Հիշում եք Հիսուսը ինչ էր ասում սատանայի մասին, ասում էր սատանան գող է, սուտ ասանա ու մարդասպան է, ինքը չի փոխվե, նույն ձեռագրով գործում է ու այն տակտիկան, որ ինքը օգտագործում է քո հանդեպ, ունի նպատակ քեզ սպանելու, քո ունեցվածքը գողանալու, այսինքն այդ սուտը նպատակային արձակված է քո կյանքի վրա, բայց քանի որ ես այս մասին խոսում եմ ու բացահայտում եմ սրա մասին, նշանակում է Աստված ունի գերբնական լուծում քո իրավիճակի մեջ, սատանայի ստերը բացահայտելու, խափանելու ու իր ծրագրերը իջիքս դարձնելու, դրա համար ես կանչում եմ Սուրբ Հոգու կրակը քո իրավիճակի վրա, ամեն մեկը որ բարձրացած է օգտագործում է սատանայի սուտը, կեղծիքը, փորձում է մարդկանց սրտերը գողանա ու սխալ տրամադրի քո դեմ, Հիսուսի անունով ես կապում եմ սատանայի սուտը, ամեն արձակված բան, որ չի համապատասխանում իրականությանը, ես արգելում եմ այդ ստի խոսքերի ուժն ու ազդեցությունը Հիսուսի անունով, ամեն սեր, որ ցանվել է ու սա Աստծուց չի եղել, Հիսուսի անունով թող մոխրանա Սուրբ Հոգու կրակի մեջ, ամեն սերմ, որ արձակվել է քո վրա, որը սատանայի նետի պես է, որը խփել է քեզ, որը գցել է քեզ հավատքից, որ քո վրա բերել է կասկածանք, որ արժեքազրկել է քեզ, Հիսուսի անունով ես կանչում այդ սուտ խոսքերի ազդեցության անզորությունը, որ դա այլևս ուժ ու ազդեցություն չունի քո վրա, ես կանչում Սուրբ Հոգու բժշկող զորությունը քո վրա, հարության զորությունը ու այն բոլոր մարդկանց սրտերը, որ թարսվել էին քո հանդեպ այդ սխալ խոսքերի արդյունքում, ես խնդրում եմ Հայր պտտի իրավիճակը, որ այդ մարդիկ, որոնք պետքա իր կողքին լինեին ու իրանց սիրտը գողացել են ու միաբանությունը քանդվել է, այդ մարդկանց փոխարեն 100 անգամ ավել ուրիշ մարդիկ, որ բարձրանան ու կանգնեն ու քո զորավորի ձեռքերը բարձրացնեն, հաստատեն քո ճշմարտության մեջ, զորավոր մեծ միաբանություն առաջանա քո կամքի շուրջ ու քո օծյալը շարժվի առաջ որևէ բանի առաջ, կանգ չառնելով, գնալով այն խոստմունքի հետևից, որ դու իրան ասել ես, անարգելով սատանայի հորինած ամեն մի սուտը, քո զորությամբ մխրճվելով քո կամքի մեջ իրավիճակների վրա գերբնական փոփոխություն բերելու համար, ես օրհնում եմ քո զորավորին, ինչի համար որ կանչել ու նախատեսել ես այս ժամանակների համար, որ քո հոգու զորությամբ գործի ու բերի փառավոր հաղթանակը, այն ինչ որ արեցին Հիսուսի կյանքում, իրան սպանեցին, դու իրան հարություն տվեցիր ու բոլորը խայտառակ եղան իրանց արածից, քանի որ Հիսուսի հետևորդների քանակը գնալով ոչ թե պակասեց, այլ ժամ առ ժամ սկսեց շատանալ, ու ես օրհնում եմ քո փառավոր հաղթանակը, քո օծյալի կյանքում, քո նախատեսած անձնավորության կյանքում, որի վրա արձակվել էին ստերը սպանելու
ու իրան արժեք հազրկելու ու իր ճանապարհը կանգնեցնելու, ընթացքը խափանելու, Հայր, քո հարության զորությամբ վերականգնիր ու բարձրացրա իր եղջյուրը, բարձրացրա իրան այն սարի վրա, որին դու իրան նախատեսել ես, ու այն բոլոր մարդկանց բազմությունը, որ պետքա լինեն իր կողքին ու բարձրացնեն իր ձեռքերը, թող արձակված լինի քո հոգու զորությամբ, ու սա լինի հաղթանակ քեզանից, վկայություն քեզանից, որ քո օծյալի կողքին դու ես, ու դու ես իրան առաջնորդում, ու դու ես տանում իրան հաղթանակի մեջ։ Այն ինչ որ կատարվեց Հիսուսի հետ, թող կատարվի քո օծյալի հետ, ու քո փառավոր հաղթանակը իրականանա իր կյանքում Հիսուսի զորավոր անունով։ Ամեն հարազատներս, Տիրոջ օրհնությունը ամեն մեկիդ վրա, թող Տիրոջ խոստմունքները սկսեն իրականանալ ամեն մեկիդ կյանքում, Տերս թող փառավորվի ամեն մեկիդ վրա, ոնց խոսել ու ասել է Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։